Նախ կոռուպցիայի սահմանում չկա։ Ամեն կոռուպցիոն դրսևորին յուրովի է։ Ու այդ պոզով պոչով կենթանին մի սահմանում չի, մի նախադասությամբ չի։ Ամեն մեկը յուրովի արտահայտվում է։ Տեսեք, հիշում եք այն կոպեկները, որ 100 դրամանացուն մանեթնիկները առեք գցում էին ավտոբուսների մեջ։ Հիշում եք, պարոն Աբրամյան։ Ուրեմն ինչ է լինում։ Երևանի քաղաքապետարանը որոշում է, որ դա առնի։ Պատահականությամբ, շատ պատահականությամբ այդ մանեթնիկները վաճառում է կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարայի ամուսին Օմնիկոմի Ռուբոն։ Վաճառումը լավ անում, ես խնդիր չեմ տեսնում, բայց այդ անտերի գինը շուկայում մտնում, նայես 35,000 դրամ է։ Ներողություն մի բան էլի։ Ես խնդրում եմ տարբեր մանավանդ պետական ծառայողների մասին, պաշտոնյաների մասին խոսելիս դիմենք անուն ազգային։ Հա, ես ներողություն խնդրում ազգանունը չէի։ Ճիշտ է, ընդունեցի դիտողությունը, բայց ազգանունը չեմ հիշում, ներողություն եմ խնդրում։ Ինչն է հետաքրքիր, որ այդ մանեթնիկների գինը մի 40,000 դրամ էր։ Իսկ գիտեք քանիս էին առել քաղաքապետարանը 140,000 դրամի չափ, 130 քանիս։ Հելել եմ, գոռում եմ, ասում եմ դատախազություն, այ աղբեր, արի մա տեսնենք ինչ է կատարվում ստեղ։ Ոչինչ ստախոսության համար պատասխանատվության ենթարկեցին, որտեվ առարկայական կտանեի դատախազության աշկը կմցնեի, կասեի նայ տես սրագին էսքան է։ Ոչ էլ այդ մարդկանց վրա գործ հարուցեցին, բայց այդ ջանդամարը առել էին թանկ։ 2 ամիս հետո այդ մանեթիկները տարան թափեցին, ասին մեզ էլ պետք չի նոր համակարգ ենք ներդնում։ Բա որ գիտեք, որ 2 ամիս հետո միասնական տոմսային համակարգներ եք դնելու 700 ավտոբուս կա, չգիտեմ քանիսի համար են առել։ Այդքան փող ավել, խի տվեցիք։ Լավ ընդունենք 500 ավտոբուսի համար էին առել, 50 միլիոն դրամը կոպիտ կարտայտեմ, կասեք ոչ բարեկիրթ եք դուք։